Բրծակ երեխեք։ Վարչապետին եկավ ուտի։ Սա։ Սա կապը։ Չարն է։ Օֆիսին մոտակա կետիկները։ Չվերցրած կետիկները։ Կան գլխավոր Նիկողոսյանով քայլելով, կանք այս նորակառույցների Ամսի 13-ին գրանցվել եմ ես կետ բոլորին դեմ կետ AM հավելվածում, այդ հավելվածը նախատեսված է բոլորին դեմ եմ շարժման անդամների և ոչ միայն համակարգման համար, կարելի ասել, հավելվածի միջոցով անդամները կամավոր սկզբունքով առաջադրանքներ են կատարում, որոնք որ ծառայում են շարժման նպատակներին և դրանց համար ստանում ենք միավորներ, մի քիչ պիտի առաջանանք մի 50 մետր ու ձախ։ Առաջի մեր կետը վերցնելու համար, երբ որ մոտենանք կետին, հավելվածը մեզ ցույց կտա, որ հասել ենք ու հասանելի է այս կետը ու կհաստատենք, որ վերցնում ենք։ Դրանից հետո ամբողջ քարտեզը եթե հեռվից բանանեմ, երևում է, որ բոլորին դեմ եմ գրվածքը ու այս կարմիր կետերը արդեն վերցրած կետերն են։ Կետի վրա երբ որ սեղմում եմ, երևում է, թե ով է վերցրել այդ կետը։ Հեսա տես կանաչա։ Վերցնել։ Ինձ ավելացավ 25 միավոր։ Ես հիմա կարամ հավելվածում ավելացնեմ առաջադրանք, որ ամեն կետը վերցնելուց պետք է բոլորին դեմեմի ստիկերներից մի հատ այդ կետում թողնեք ու ես իմ ստացած միավորներից արդեն կվճարեմ առաջադրանքը անողներին։ Որ կանաչել է։ Այժմ պատգամավորների ցուցակի կազմում։ Ընտրական ցուցակում տեխնացուները մասնակցում են ինքնաառաջադրման սկզբունքով։ Առաջի բանը է դա գրվել, այստեղ Հակոբը կոմենտ է գրել, հենց դրա վրա է, չէ՞ գրել։ Երկրորդ կետի առկայության պարագայում, երկրորդ կետն էլ ուզում ես կարդամ։ Տեխնացուն կարող է լինել ինչպես կուսակցության անդամ, այնպես էլ ոչ անդամ։ Այստեղ հատուկ գրած է կուսակցության, էլի, որտեղ մենք կուսակցություն ունենք, բայց կարող անդամ չլինի, սակայն պետք է միանա շարժման ընդունելու վարչակագիրը եւ ստորագրելով ապագա ազգային ժողովի պատգամավորի ինքնասահմանափակման փաստաթուղթը։ Այս ամենի համար տեխնացուն պետք է գրանցվի այս ինչարտակում, ինչպես նաեւ ստորագրի փաստաթղթերը թղթային տարբերակով։ Հիմա առաջարկս հետեւյալն է, թե մենք ենք բանանել, այդ սա ստորագրել։ Էդի կարա հետո գաս դե ստորագրի, ինքը on-line կստորագրի։ Հա, բանը, իմաստ հետեւյալն է, որ նախ ապահովենք, որ իրան առաջադրեն, ոչ թե ինքը առաջադրվի։ Հեսա կբացատրեմ ինչի եւ իրոք այնտեղ եմ գրել թե չէ։ Լավ, այդիկ է խիղճ պատասխան, այդ ամիսին կանդրադառնամ։ Հետևել տրամաբանությամբ նախ ինչն ենք ուզում դնենք որպես նպատակ տեխնացուի համար։ Եթե մեր խնդիրը մենակ է նա, որ իրան ուղղակի վստահենք, որ ինքը շատողություն չանի, խոսքից չթռնի, դա կօգնի, բայց եթե նաև ուզում ենք որոշակի ինչ-որ ծավալ տանք այդ ցուցակ, ինչ-որ նշանակություն տանք այդ ցուցակին, ինչ-որ տեխնոկրատներ լինեն, այնպես մարդիկ լինեն, որոնք որոշակի վստահություն իրանցից բանանում, ցույց տալիս, կարևոր է, որ դա լինի ոչ թե ինքնաառաջադրումների տեղ, որը փաստացի օպորտունիստական ինչ-որ
մոտեցումը, այլ արժանիքահեն մոտեցում տալ, որ ասել է, եթե մարդը արժանիք է տենում, 5 հոգի է, 10 հոգի է, ինչ որ թեկուզ նոմինալ թիվ լինի, բայց իրան առաջադրեմ, որ ոչ թե գամ ասեմ, ես ուզում եմ ինքս ինձ ցուցադրեմ եւ բանեմ, այլ ես այդ ընթացքում թեկուզ 5-10 հոգու հետ կարողանամ գնամ, իրենց համոզեմ, որ իմ տեխնացությունը առաջադրեն այդ ցուցակի մեջ։ Դա առաջադրվում է, բայց հերթով բանանք էլի։ Ես ստեղ հակված եմ, որ ամեն դեպքում մենք ոնց որ որոշենք, որ դա ելնի մարդու որոշումը, ինքը ուզում է ինքն առաջադրվի, թող առաջադրվի, կընտրեն։ Չէ։ Ինքնական բացարկի հնարավորություն ուրիշի առաջադրելու հնարավորությունը թողենք։ Ոչ թե ախպեր եթե մատորն չի ուզում ինքն առաջադրվի։ Եթե ասում երբեք բացարկի հնարավորություն։ Ինքնա բացարկի բանանում, էլ որպեսզի էդի չխաղան, առաջադրվելը թող իր որոշումը լինի։ Մարդս եկել տեսավ մեկը ամաչկոտ է։ Ախպեր այդ ամաչկոտը գնա համոզի, ինչ ասեմ։ Իրա 50,000-ը վճարած անդորագիրը տար նվիրի, ասա աղբորպես առաջադրվի։ Ասենք դու պատկերացու վիճակը, որ դու առաջադրվում ես, բայց այդ մարդը ոչ խաբարա, ոչ քո հավեստ ունի։ Կամ ատե եկել է, ասում է ես մեծ տղա եմ, կառաջադրվեի, էլի հենավոր ուզում, ինչ է։ Մարած ինքնասահմանափակման հարց կա, մարդ կա, կարող է չի ուզում ասեն, ասի որ ես չեմ ուզում ինքնասահմանափակ։ Այսի շատ է բարդացնում։ Մենք առանց դա դժվար է մենք քննարկում ենք պետական օրենքի հեշտությունը այս առումով, որովհետև ոչ թե մենակ ձեր յուրահատուկ ցուցակի, այլ լումբոյ կուսակցության ցուցակի ինչ որ մի տողից ներքև ով կլինի, լրիվ անիմաստ է։ Այսինքն դու կարող այդ ներքևի մարդկանցից ոչ իմաստ ունի փող վերցնել, ոչ բան անել։ Այսինքն հիմնական իմաստ ունի անցողի տեղերի մասին խոսալը, պակաս հավանականությամբ անցողի տեղերի, լավ մի քիչ էլ պայեստային տեղերի, սա հասկացանք։ Բայց ասենք դրանից ներքև թե ով կլինի, շատերին արդեն հետաքրքիր չի։ Իսկ եթե առաջի տասնյակի համար տեխնացուները օրինակ ինքնառաջադրումով չլինեն, իսկ մնացածը թե ոնց գիտես եթե առաջի տասնյակն երկու ցուցակ կունենանք։ Այսինքն բա ոնց է։ Ախպերին բարդացնում էլի։ Դեք այդ 50,000-ն էլ որ դրել եք, դա փողին կհասնի։ Ոնց էլ է փողը։ Այլա։ Այստեղ ես մի քիչ ընդհանուր առաջարկ տամ, էլի։ Նախ ընտրողին իրավունք տվեք ոչ թե ֆիքսված թիվ, այլ մինիմում, մաքսիմում կարեք սահմանեք, օրինակ, էլի, ասենք թե չգիտեմ, 10-ից 30։ Եկեք գոյություն ունենա ուրիշին առաջադրելու տարբերակ, նախապայմանով, որ առաջադրողը բերում է ինքնասահմանափակման ստորագրված փաստաթուղթը, ինքնասահմանափակված փաստաթուղթը ըստ էության համաձայնություն է առաջադրվելու վերաբերյալ։ Ասում է ես այս ինչ բանով ընտրվելով ազգային ժողովի պատգամով, որ երաշխավորում եմ, որ սենց կբարեմ ինձ։ Բերում է ինքնասահմանափակված փաստաթուղթը ու առաջադրման համար նախատեսված վճարման կտրոնը։ 80 հոգով հավաքվել են, գիտենք որ 5 հոգին նաղդ անցնող է, 10 հոգին ամենայն հավանական, լավ 15 հոգին կանցնի, էլ մնացած 55-ից 50,000 ոնց ես վերցում։ Ապա դժվար այնելու զուտ իրագործել է։ Եթե ուզում ես իրականում առաջին հնգյակից չես 50 վերցում, մեկը մանդատը դնելով որովհետև նկարում են։ Որտեղ իրականից 1 միլիոն ստանալու է։ Պահում եք անում, մի հատ էս մասով էլի նայեք, այս գումարը վերցվելու է հետևյալ ձևով, էդի գալու է մեր ընտրական հիմնադրամ։ Մեզ սենց տնենք այդ ընտրական հիմնադրամում գումարը պետք է գալու, ճիշտ է։ 7.5 միլիոն։ Մի հատ ասեմ ինչ է դարձել։ Մեզ հետո մինիմում 7.5 միլիոն գալու է։ Այս 50,000-ը որ հաշվում են, մաքսիմում թող 100 տեխնացու ունենանք, մաքսիմում է դա ասում։ Իրականում գալու է կայանի 90 տեխնացու դուսենք մոտավորից հիմա։ Խոսքի էդի 4 միլիոն է, էդի ետսկի են ընտրագրավի 7.5 միլիոն է։ Որ 1000 ընտրողներ ունես, եթե խոսքի 40 հոգի կտա այդ 50,000-ը, այն մի 40-ը 50-ը չեն տա։ Նորմալ չի, որ ասենք ինչ-որ մարդիկ, խոսքի ես օրինակ պետք է քեզ համոզեմ օրինակ որ դու տեխնացու լինես, ասեն քեզ համոզում եմ որ դու լինես տեխնացու, նաև պատրաստ եմ այդ ընտրագրավի հարցը լուծեմ։ Մեկ այդ փողը սենց տենց ոնց որ դիտողում մենք պետք է հավաքեին ու գար առաջարկում եմ որպեսզի մարդկանց առաջարկում եմ հետևյալը։ Թող բոլորը համաձայն լինեն, այդ 80 հոգին համաձայն լինեն հետևյալ պես։ Վերջիններով քվեարկություններով է, չէ՞ որոշվելու իրանց կարգը, այդ համարի հերթականությունը։ Ընդհանրենք առաջին 5-ը վճարելու են, ասենք թե 80,000 դրամ,
Հաջորդ 5-ը վճարելու են ենթադրենք, չգիտեմ, 50,000 դրամ, այնուս, որը վերջում վճարել է մարդը 5,000 դրամ։ Հա, ըստ կարգա, որտեղ մարդը 50,000 վճարեց, մեկ էլ 80%-ն է, կամ 71%-ն է։ Մի քիչ Դե դա տարբերակ, այսինքն Զորքի ստորագրելու կտրում կտանք։ Բոլոր տեխնատների ցուցակը գրվում է, բոլորին կողմ է քվեարկվում։ Ով որ պլյուս ստացավ 50-ից ավել ենթադրենք կամ 2/3-ից ավել արդեն ցուցակի մեջ է, չգիտեմ, ոնց կորոշ։ Իսկ մյուսներին ասենք գրվում է, որ առաջին եռյակը, հիմա կուզեք 3-2-1-3 կուզեք բոլորին 1-3, ուղղակի առաջին եռյակի բանը զուգահեռ գնում է։ Եթե հանկարծ այնպես է ստացվում, որ առաջին եռյակում հայտնվել է մեկը, որ իրականում բոլորի 50%-ի աջակցությունը չունի, կարելի է նրան հանել ուղղակի։ Չեք կարող, որ ընտրիկ չեք կարող։ Չեք կարող, որտեղ Ինչն է հանգարում մենք ընտրենք 3 հոգի։ Բայց ինձ թվում է, այդպես բան չի։ Բայց բան հարցնեմ քեզ։ Ընդ որում 3-ը պետք է չընտրենք, լավ բան ասեմ, 2 պետք է ընտրենք։ Մենք հեսա հասնում ենք վարչապետին առանձին ընտրելուն, չէ՞։ Հա, Վարչապետին առանձին պետք է հասի, էլի։ Իր հաջորդ 2 համարին առանձին։ Հետ գտած։ Ընտրեցինք 3 Ու տես աղկֆայում են մեկը աղջիկ կընտրենք։ 3 հոգի ընտրեցինք խոսքի առանձին։ Հա։ Ու ընտրում ենք խոսքի 10 հոգի։ Այս էլ առանձին։ Այս 3-ը խոսքի սրա մեջ կա կամ չկա։ Հա, կա, ապեր։ Այդ մարդն է որ Նույն ցուցակից ենք ընտրում, հեսա 2 տարբերակ ենք տալի։ երկու հատ քվեաթերթիկ ենք տալի։ Որը իդենտիկ է, պրոստը վերևը գրած ընտրել 3-ին, ընտրել 10-ին, ու վсё։ Հիմա առաջի տեղին ընտրեցին խոսքի։ Ստե այս հաշվարկը առանձին ենք անում, ճիշտ է։ Այսինքն կոպիտ ասած առաջի, երկրորդ, երրորդ տեղերի հաշվարկը առանձին անում ենք, դե մի հատ ինչ-որ ցուցակ է կազմում 5 հոգանոց խոսքի։ Չէ, 3 հոգանոց։ Չէ, 5 հոգանոց է կազմվում, որտեղ 5 մարդու կարան ընտրեն, ախպեր։ 10 հոգու կարան, չէ, ընտրեն առաջի, երրորդ։ Չէ, այս ցուցակում 3 հոգու են ընտրելու իրանք։ Ախպեր 3 հոգու են ընտրում, տարբեր 3 հոգու են ընտրելու, չէ։ Հա, բայց ըտուց վերցում ենք լավագույն 3։ Հիմա 10 հոգանոց ցուցակ եղավ կոպիտ ասած, որից առաջի տեղը խոսքի 5 հատ են ընտրել, երկրորդ տեղը 4 հատ, երրորդ տեղը 3 հատ, ու դե ինչ որ քանակ երկուսն էր։ Այս ստեյից ներքև կդրում թափում ենք, ասում ենք հեչ։ Այո։ Դու այդ մարդուն ստել ես ընտրելու Պալուբոմու։ Դու այս մարդու մի հատ էլ ստել ես ընտրել։ Սենց ասեմ 90% Ստեյի դեպքում ընտրելն էլ այս ցուցակը տստեյ արտացոլած է սլնելու Սպարտակ, ջոգիր։ հասկացա։ Առաջի երկրորդ համար աղջիկ, երրորդը տղա։ 4-րդ, 5-րդը աղջիկ, 6-րդը տղա, 7-րդը աղջիկ, 9-ը տղա, հետո լիքը տղեկ են ենթադրենք ու աղջիկներ։ Բայց միտքս որն է, որ քաղաքական ուժը հանդես է գալի, ասում է, սենց է, մենք, այդ ով էր ասել, որ սենց պետք է լինի, մենք սենց ենք ներկայացնում։ Մերսի Արմեն ջան, կապի մեջ։ Դու